Հիշեցնելով, որ մենք ընդունեցինք օրենք նաև ազգային ժողովում, որ այսուհետ բոլոր ըստ էության պետության կողմից վճարվող նպաստներն ու կենսաթոշակը ներառյալ վճարելու ենք միայն անկախի եղանակով, մենք նաև տեսնում ենք այն շատ փոքրաթիվ մեր շահառուներին, որոնք դեռ կանխիկ են ստանում, անցումը դեպի անկանխիկի, այսինքն որտեղ նաև դա ձեռնտու է եւ մեր քաղաքականություններին համահունչ է։ Իդեպ մենք նշել ենք, որ ապրիլի 1-ից է դա պարտադիր դառնալու, բայց մենք չենք սպասում ապրիլի 1-ին, մենք պարզապես մեր քաղաքացիների հետ մեր միասնական սոցիալական ծառայության գրասենյակները ամենօրյա ռեժիմով փորձելով օգնել օժանդակել կամավոր անցումը իրականացնում ենք եւ միայն այն քաղաքացիները, որոնք որ հենաշարժողական եւ սա շատ եմ կարեւորում, որ նաեւ եթերով ասենք, մենք ունենք քաղաքացիներ, որոնք չեն կարողանում տեղաշարժվել տարբեր պատճառներով, առողջական, այլ հիմնականում առողջական։ Մենք այդ քաղաքացիների հարցը ես պաշտոնապես հայտարարում եմ լուծելու ենք, իրենք որևէ անհանգստանալու խնդիր չունեն։ Մենք արդեն փորձնական 10 նման քաղաքացու վարժություն ենք արել եւ առաքել ենք քարտերը հայ-փոստի միջոցով տուն եւ քարտը եւ պինց ազգագիրը, որը անհրաժեշտ է քարտը օգտագործելու համար։ Եվ այդ մնացած բոլոր քաղաքացիներին դա առաքելու ենք, այսինքն եւս մեկ անգամ եկեք ֆիքսենք, որովհետեւ որևէ խնդիր չի առաջանում, որևէ մեկը չի զրկվելու իր կենսաթոշակը կամ նպաստը ստանալու իրավունքից։ Պարզապես մեզ ժամանակ էր պետք այդ կանոնակարգերը կառավարության որոշումները ընդունելու եւ իրագործելու, հիմա մենք այդ ճանապարհին ենք, այսինքն մինչեւ ապրիլի 1-ը այդ հարցը լուծած կլինենք։